Հայաստանը լրջագույն երկընտրանքի առաջ, մանևրելու տեղ այլևս չկա, այդպես են ասում ԵԱՏՄ ներկայացուցիչներն ու մասնավորապես Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները։ Ոչ միայն ասում, այլ նաև ցույց են տալիս, Հայաստանի ներկայացուցչին պարզապես չեն նկատում։ Աստանայում հավաքվել են Եվրասիական տնտեսական միության կառավարման գերագույն մարմնի, բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի կազմում ընդգրկված միության անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարները։ ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ քննարկվել է Հայաստանի դիրքորոշման շուրջ ստեղծված իրավիճակը։ Հայաստանի փոխվարչապետին է փոխանցվել ԵԱՏՄ երկրների 4 առաջնորդների հայտարարությունը։ Հայաստանը Պուտինի հետ հանդիպում չի խնդրել։ Հայաստանի կարգավիճակին անդրադարձել է նաև Ռուսաստանի նախագահի պաշտոնական ներկայացուցիչը։ Փաստը մնում է փաստ։ Եվրամիությանն ինտեգրվելու դեպքում ուշ թե շուտ Հայաստանը կհայտնվի իրավիճակում, երբ իր ընդունած նորմերը կհակասեն ԵԱՏՄ նորմերին եւ կանոններին։ Դա անհնար է։ Բացի այդ, կա եւս մեկ մեծ հարց։ Եվրամիության կողմ շարժվելով, ինչը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, Հայաստանը չի կարող եւ չպետք է անի դա ԵԱՏՄ անդամ երկրների ֆինանսների հաշվին։ Դա նշանակում է, որ Հայաստանը դա պետք է անի իր հաշվին։ Գագաթնաժողովը հյուրընկալող կողմը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը անկախության պալատում հերթով դիմավորում է բարձրաստիճան հյուրերին։ Հանդիպանը մասնակցում են միության անդամ պետությունների, Ղազախստանի, Ռուսաստանի, Բելարուսի և Ղրղստանի ղեկավարները, նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար Բակիժան Սագինտաևը։ Հայկական պատվիրակությունը գլխավորում է Մհեր Գրիգորյանը։ Նիստից առաջ ավանդական համատեղ լուսանկարահանումն է, որից հետո միայն Ռուսաստանի նախագահը ողջունում է Հայաստանի փոխվարչապետին։ Մոտ 2 ժամ տևած խորհրդի նեղ կազմով նիստին հաջորդել է ընդլայնված ձևաչափով գագաթնաժողովը։ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներին միացել են դիտորդ երկրների պատվիրակությունների ղեկավարները Ուզբեկստանից, Կուբայից և Իրանից։ Ելույթում Հայաստանի ներկայացուցիչը բոլորին հաջողություն է մաղթել, ինչպես նաև վստահություն հայտնել եվրասիական ինտեգրման հետագա զարգացման գործում իշահ անդամ երկրների ու ժողովուրդների։ Մենք բազմիցս հաստատել ենք Եվրասիական տնտեսական միությունում փոխշահավետ գործակցության մեր հանձնառությունը, իշահ մեր երկրների և ընդհանուր առմամբ մեր տարածաշրջանի տնտեսական կայունության և տնտեսական զարգացման ապահովման։ Հայաստանի Հանրապետությունը մտադիր է բարեխղճորեն շարունակել մասնակցել միության աշխատանքներին, փոխադարձ հարգանքի ու իրավահավասար գործընկերության հիման վրա, հաշվի առնելով բոլոր երկրների, ԵԱՏՄ անդամ երկրների ազգային շահերը։ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստում ելույթի ժամանակ Ռուսաստանի նախագահը խոսել է Եվրասիական տնտեսական միության հաջողությունների մասին։ Գործընկերների գնահատականները թե դրական, թե քննադատական, այնուամենայնիվ հստակ ցույց են տալիս, որ Եվրասիական տնտեսական միությունը ընդհանուր առմամբ հաջողությամբ գործում է և շարունակում է զարգանալ։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակի առանձնահատկությունները, կցանկանայի հատկապես ընդգծել, որ եվրասիական սերտ ինտեգրումն իրական օգուտներ է բերում միության անդամ պետություններից յուրաքանչյուրին։ Այն նպաստում է բիզնեսի եկամուտների աճին, մեր երկրների բնակչության կյանքի որակի բարելավմանն ու բարեկեցությանը։ Չնայած համաշխարհային անկայունությանը, ԵԱՏՄ-ն պահպանում է մակրոտնտեսական զարգացման դրական դինամիկան, ասել է Ղազախստանի նախագահը։ Մեր երկրների միջև առևտրաշրջանառությունը անցյալ տարի գերազանցել է 95 միլիարդ դոլարը։ Այս տարի մենք ակնկալում ենք, որ փոխադարձ առևտուրը կաճի ավելի քան 6%-ով, ինչը թույլ կտա մեզ գերազանցել 100 միլիարդ դոլարի սահմանը։ ԵԱՏՄ-ն առանձնահատուկ տեղ ունի Իրանի արտաքին քաղաքականության և տնտեսական դիվանագիտության մեջ, ասել է Իրանի արդյունաբերության նախարարը։ Այսօրվա հանդիպումը ցույց է տալիս Իրանի և ԵԱՏՄ երկրների համատեղ վճռականությունը, ընդլայնելու ռազմավարական գործակցությունը տարբեր, այդ թվում էներգետիկայի, արդյունաբերության, առևտրի, տրանսպորտի և նոր տեխնոլոգիաների ոլորտներում։ Վստահ եմ, որ մեր առևտրային ներուժը զգալիորեն ավելի բարձր է, քան ներկայիս մակարդակը, և այս առաջընթացը կշարունակվի։ Աստծո կամքով մենք ականատես կլինենք փոխադարձ առևտրի իրական աճի։ Նախարարի խոսքով երկրների միջև ազատ առևտրի համաձայնագիրը և միությունում Թեհրանի դիտորդի կարգավիճակ ունենալը վկայում են այս միավորման գործունեությանը Իրանի արդյունավետ մասնակցության մասին։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։